Գտնվում ենք Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում, ներկայումս 20 շենքի բակում, որտեղ տեղադրվել է կոնտեյներ օրգանական թափոնների հավաքման համար։ Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի 15 շենքերի հատվածներում տեղադրվելու են երկաթյա այս կոնտեյներները, որոնց մեջ հնարավորություն են ունենալու բնակիչները հավաքել օրգանական թափոնները։ Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիրը իրականացվում է Փարիզի տարածաշրջանային ինստիտուտի աջակցությամբ եւ Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի եւ Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ հավաքված վերամշակելի օրգանական թափոնները տեղափոխվելու են կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության կողմից ջերմոցատնկարանային տնտեսության վարչություն, որտեղ իրականացվելու է դրանց կոմպոստացումը։ Տեսնում ենք, որ կոնտեյների վրա փակցված են իրազեկման պաստառներ, որոնք հուշելու են մարդկանց, թե որ տեսակի օրգանական թափոններն են հնարավոր տեսակավորել եւ նետել կոնտեյների մեջ, եւ որ տեսակի թափոններն են, որոնք չի կարելի տեսակավորել կամ չի կարելի նետել տվյալ կոնտեյների մեջ։ Հույս ունենք բնակիչները կօգտվեն, շատ լավ հնարավորություն է աղբավայրում օրգանական թափոնների առկայությունը նվազեցնելու։ Բնակիչները, ովքեր ցանկանում են մասնակցել նախաձեռնությանը, կարող են գրանցվել այս ձևաթղթով եւ ստանալ մուտքի կոդեր կոնտեյներներից օգտվելու համար։ Փակցված իրազեկման պաստառների վրա առկա է նաեւ QR կոդ, որոնցից օգտվելով բնակիչները կարող են գրանցում իրականացնել, փոխանցելով իրենց տվյալները եւ համաձայնություն տալով գրանցվելու, իրենք համատիրությունների միջոցով կստանան մեր կողմից տրամադրված թղթե տոպրակները, որոնց մեջ հարկավոր է կուտակել օրգանական թափոնները եւ այդ թղթե տոպրակներով նետել արդեն կոնտեյների մեջ։ Ինչու են տրվել թղթե տոպրակներ, որպեսզի դրանք էլ միանգամից օրգանական թափոնների հետ կոմպոստացվեն։ Շնորհակալություն ենք հայտնում թե Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին աջակցության համար, թե համատիրություններին, որոնք եւս իրենց աջակցությունն են ցույց տալիս նման ծրագրին, ինչը աննախադեպ է եւ երբեւե չի եղել, որ Երևան քաղաքում բնակիչները հնարավորություն ունենան օրգանական թափոնները առանձին տեսակավորելու, որը որ լավ փորձ կհանդիսանա հետագա զարգացումները իրականացնելու համար։